Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ հաղթանակը միայն քաղաքական ուժի հաղթանակ չէր։ Սա նաև քաղաքական ոճի, քարոզչական մեթոդների, հասարակական տրամադրությունների եւ արժեքային ընտրության հաղթանակն էր։ Ընտրությունները ցույց տվեցին, թե ինչն է այսօր առավել ազդեցիկ աշխարհում հայկական քաղաքական իրականության մեջ եւ ինչ ուղերձներ են առավել արդյունավետ հասնում ընտրողներին։ Արմլուրն արձանագրել է, որ առաջին հերթին հաղթեց Նիկոլ Փաշինյանը որպես անհատ քաղաքական գործիչ, ոչ այնքան ՔՊ-ն, որքան հենց Փաշինյանը։ Քարոզարշավի հիմնական դեմքը նա էր։ Ինքն էր խոսում, ինքն էր համոզում, ինքն էր վերցնում քաղաքական հարվածները, ինքն էր դառնում քննադատության գլխավոր թիրախը, ինքն էր մտնում ամենօրյա քաղաքական պայքարի մեջ եւ անմիջական շփվում քաղաքացիների հետ։ Քարոզարշավն ամբողջությամբ կառուցված էր նրա անձի շուրջ եւ արդյունքը ցույց տվեց, որ այդ մարտավարությունն աշխատեց։ Հաղթեց նաև Նիկոլ Փաշինյանի աշխատասիրությունն ու քարոզչական հմտությունները։ Մինչև բազմաթիվ քաղաքական ուժեր քարոզարշավն սկսում էին օրվա երկրորդ կեսից, Փաշինյանը վաղ առավոտից արդեն մարզերում էր, իր ուրախ ավտոբուսով հանդիպումների մեջ էր, աշխատում էր քաղաքացիների հետ։ Անձրևը, ցուրտը կամ շոքը նրա համար քարոզչությունը դադարեցնելու պատճառ չէին դառնում, մինչդեռ շատ մրցակիցներ այդ առումով զիջում էին նրան։ Արդեն էլ այնքան թրջվել ենք, որ աչու ձախը մեծ նշանակություն չունի։ Արմլուրը արձանագրել է, որ այս ընտրություններում հաղթեց նաև քաղաքական կոշտ, անընդունելի բառապաշարը։ Տարիներ շարունակ հանրային ու քաղաքական շրջանակներում քննադատության արժանացած խոսույթը բռնել, կզացնել, պատերով տալ, ասֆալտին փռել եւ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն չվնասեցին Փաշինյանի վարկանիշն, այլև փաստորեն դարձան նրա քաղաքական կապիտալի մի մասը։ Այս ովքեր են արասրավ։ Եկել են մատապտալել այս Ղարաբաղի պսևդոէլիտաները, ռակները տաշեկար անթարապես։ Ով եք դուք արա։ Սպառնում եմ, ասում եմ Կալուգացի օլիգարխին, Ծառուկյան Գագոին, Քոչարյան Ռոբերտին, ոտերի տակ ընկնող Սերժին սպառնում եմ կոնկրետ։ Սպառնում եմ, ասում եմ, ես ձեզ սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու։ Եթե դուք ռոբն եք, մենք ձեզ ձեր կզացնելու ենք։ Եթե դուք ռոբն եք, ռոբիներ եմ կզացնելու, Կալուգացիներ եմ կզացնելու, Գագոյներ եմ կզացնելու, Սերժիներ եմ։ Ստահակներ, դուք ինչի եք կենթանի։ Դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ։ Ինչի ազո եք 5000 եղել, ինչի չեք դուք եք զոհերի մեջ, ստահակներ, ինչի դուք եք զոհերի մեջ չեք։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ, Ռակոտին, Բելարուսից վզից բռնած բերելու եք եւ բերելու եք դնել պատասխան կտացը։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության զգալի հատվածի համար նման ռետորաբանությունը պահանջված է։ Սա թերևս այս ընտրությունների ամենաուշագրավ քաղաքական եզրակացություններից մեկն է։ Միանշանակ Արմլուրը արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով հաղթեց նաև պոպուլիզմը, ֆեյքը եւ քաղաքական անպատասխանատվությունը։ Նրա բազմաթիվ հայտարարություններ հիմնված էին իրականությանը չհամապատասխանող պնդումների եւ չափազանցված գնահատականների վրա։ Սակայն նա կարողացավ այդ ուղերձները ներկայացնել հասարակության համար ընկալելի եւ ազդեցիկ ձևով, քաղաքական արդյունավետության տեսանկյունից ստանալով ցանկալի արդյունք։ Ասում էր խաղաղություն, բայց խաղաղության մյուս կողմը մեր երկիրը համարում է իրենը, օկուպացրել է մեր տարածքները եւ չի վերադարձնում մեր գերիներին։ Փաշինյանն ասում էր տնտեսական անկախություն, բայց բոլոր գործարարները վախի մեջ են, սխալ բան չանեն, որ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի նման ունեզրկման առաջ չկանգնեն։ Ասում էր խոսքի ազատություն, բայց իրենց հակաճառողները, քննադատողները բանտերում են, մի մասը SMS ցուցումներով։ Ասում է ժողովրդավարություն, բայց մենիշխանություն է մեր երկրում եւ այս առումով պետք է նկատել, որ այս ընտրություններում հաղթեց նաեւ վարչական ռեսուրսը եւ ուժային համակարգի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Ըստ տարբեր տեղեկությունների ուժային կառույցները դեռևս նոյեմբեր ամսից սկսել էին հատուկ ուշադրության տակ պահել հիմնականում 3 ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ ողջ ուժային բլոկն այս ընտրությունների ընթացքում գործել է աննախադեպ քաղաքական
իրականացված եւ ուղղորդված պայմաններում։ Ռեպրեսիաները, որոնք կիրառվեցին այս ընտրություններում տարբեր գնահատականներով, երբեք չեն կիրառվել այս անգամ ամենամերժելի իշխանությունների օրոք։ Արմլուրը արձանագրում է նաև ակնհայտորեն այս ընտրություններում հաղթեցին հակառուսական տրամադրությունները եւ եվրոպական ուղղությունը։ Ընջողների զգալի մասը նախընտրեց այն քաղաքական ուղեգիծը, որը կապվում է Եվրոպայի հետ, մերժելով ռուսական ազդեցության խորացման հեռանկարը։ Սա այն քաղաքական ուղերձն է, որը դժվար է անտեսել նաև Մոսկվայում։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր տնտեսական կամ այլ լծակների միջոցով ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, ապա արդյունքը ըստ էության հակառակը եղավ։ Տնտեսական ճնշումները եւ ռեպրեսիվ ընկալվող քայլերը ոչ թե ուժեղացրին ռուսամետ տրամադրությունները, այլ նպաստեցին եվրոպական ուղղության նկատմամբ հանրային համակրանքի աճին։ Ռոմում սուրճ խմելու հեռանկարն ավելի պայծառ թվաց ՀՀ քաղաքացուն, քան ռուսական դարավոր եղբայրությունը։ Այսպիսով ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանը, հաղթեց նրա մերժելի աշխատելավոճը, հաղթեց կոշտ եւ հաճախ ագրեսիվ քաղաքական լեզուն, հաղթեցին վարչական ռեսուրսներն ու եվրոպական ուղղության օգտին ձևավորված հասարակական տրամադրությունները, իսկ պարտված կողմերի համար առաջիկա օրերը լինելու են ոչ թե հայտարարությունների, այլ խորքային վերագնահատումների եւ եզրակացությունների շրջան։ Ինչու պարտվեց ընդդիմությունը։